Բարև ձեզ սիրելի ֆուտբոլասերներ, խաղային հերթական օրն է մեզ մոտ մեկնարկում եւ հիմա տեսնում ենք առաջին հանդիպումն է մեկնարկելու այսօր Էլիտ լիգայի մրցաշարից, որտեղ միմյանց հետ մրցում են Չելսին եւ Բավարիան, դիտարժան հանդիպման ենք ականատես լինելու սիրելի ֆուտբոլասերներ։ Հիշեցնեմ, որ երկու թիմերն էլ անցած մրցավեճում պարտություն են կրել, տեսնենք այս հանդիպումը ինչպես կստացվի, հիմա տեսնում ենք մրցավարի սուլիչը կա եւ խաղը մեկնարկեց, Չելսին է դաշտի կենտրոնից խաղը սկսում, անցնեմ հիմա թիմերի հայտարարություններին, Չելսի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Պողոսյան, համար 8 Արմեն Ասատրյան, վտանգավոր կարող է լինել, այստեղ Պողոսյանն է փրկում իր թիմին եւ հենց մեկնարկում առաջին անկյունայինն է վաստակում Բավարիան, այս անկյունայինից հետո կշարունակեմ Չելսիի կազմը Փոխանցում Տուգանային հրապարակ, Ասատրյանն է հեռացնում գնդակը Համար 9 Գյորգի Իսրայելյան, համար 11 Արսեն Ասատրյան, համար 23 թիմի ավակ Ալեքսանդր Նալբանդյան, համար 77 Հայկ Բարսեղյան եւ համար 99 Վլադիմիր Ալավերդյան։ Երկար տևական դադարից հետո վերադարձել է ի վերջո Չելսիի ֆուտբոլիստը Վլադիմիր Ալավերդյանը մոտ 2 ամիս բացակայեց նա Չելսին է անցել գրոյի, առաջին գրոն է կազմակերպել այս խաղի բայց անհաջող գործողություն Բավարիա դարպասը պաշտպանում է համար 1 Էմանուել Կեյտել, համար 4 Արսեն Բալայան, համար 5 Դավիթ Արաքելյան, համար 6 Գոր Վարդանյան, համար 8 Արման Խաչատուրյան, համար 10 Վաչե Միքայելյան, համար 11 թիմի ավակ Վարդան Վարդանյան, համար 17 Գրիգոր Գրիգորյան եւ համար 55 Տիգրան Հակոբյան։ Նորից տեսնում ենք Բավարիան էր հետվել գրոյի, այս գրոնն էլ չստացվեց Բավարիայի Սա Չելսիի 4-րդ խաղն է արդեն այս մրցաշարում, մեկ հաղթանակ, մեկ ոչ ոքի, մեկ պարտություն Չելսիի կողմից այս պահին, անցած մրցավեճում նրանք 0-1 հաշվով պարտվեցին Ինտերին, բայց շատ լավ հանդիպում անցկացրեցին նրանք, լավ հնարավորություններ ունեին այնտեղ միավոր այդ խաղում վաստակելու, բայց չկարողացավ ի վերջո արդյունքի հասնել Չելսին այդ խաղում 4 միավոր ունի 3 խաղից եւ 5-րդ հորիզոնականն է այս պահին Չելսին, իսկ Բավարիան ընդամենը 1 խաղ է անցկացրել այս մրցաշարում այդ խաղը պարտվեց Վիլյարեալին 1-3 հաշվով, բայց երկար ժամանակ այդ խաղում Բավարիան հաղթում էր Վարդան Վարդանյանի գոլի շնորհիվ, այնուամենայնիվ կամային հաղթանակ տարավ Վիլյարեալը այդ խաղում Հիմա երկրորդ հանդիպումն է Բավարիայի այս մրցաշարում, տեսնենք նրանք ինչպես կանցկացնեն այս հանդիպումը Չելսին է գրում, երկար փոխանցում վտանգավոր էր Հարությունյանի փոխանցումը, բայց Կեյտելը վերցրեց գնդակ եւ արագ նետեց, հիմա էլ Բավարիան անցավ գրոյի, այստեղ անհաջող փոխանցում Բավարիայի ֆուտբոլիստի կողմից, Պողոսյանն է այլ երկար փոխանցում կատարում առաջ, նորից անհաջող գործողություն Արաքելյան փոխեց գրոյի եզրը
Նորից Դավիթ Առաքելյանն է գնդակով, երկար փոխանցում վտանգավոր էր Պողոսյանն է փրկում նորից իր թիմին, արագ նետում կատարեց Էրիկ Պողոսյանը այստեղ, Ալավերդյանն է գնդակով, երկար ժամանակ բացակայեց Ալավերդյանը։ Չելսի հայտարարությունից նա հիմա վերադարձել է Նալբանդյան, երկար փոխանցում վտանգավոր էր Նալբանդյանի այս փոխանցումը։ Մի փոքր բարձր ստացվեց այս փոխանցումը եւ ուժեղ Ալեքսանդր Նալբանդյանի կողմից։ Բավարիայի վերջին հանդիպումը պարտվեց, նշեցի, այդ խաղում միակ գոլը հեղինակեց թիմի ավագ Վարդան Վարդանյանը։ Անցած մրցաշարում նշեմ, որ Վարդան Վարդանյանը հանդես էր գալիս Մանչեսթեր Սիթիում, հիմա նա պաշտպանում է Բավարիայի գույները։ Չելսին է անցել գրոյի, Իսրայելյան հրաշալի փոխանցում, բայց նորից դուրս եկավ իր տեղից կեյտելը և վերցրեց գնդակը։ Տեսնում ենք մի փոքր տարածքային առավելություն ունի այս պահին Չելսին, բայց նետվում է հիմա էլ Բավարիան գրոյի։ Միքայելյան փոխանցեց թիմակցին այստեղ Իսրայելյանն է լավ պաշտպանությունում գործում։ Մայլ Գրիգորյանն է հեռացնում գնդակը, նետումը Բավարիային է լինելու։ Նորից Չելսին է տեսնում ենք գնդակով փորձում է իր հերթական գրող կազմակերպել այս խաղում, Նալբանդյան լավ գտավ կենտրոնում Ասատրյանին, Հարությունյան չկարողացավ պահել իր մոտ գնդակը, Հարությունյանը այստեղ Նալբանդյանն է լավ պաշտպանությունում գործում։ Բանդյան ուղարկեց գնդակը դեպի առաջ Իսրայելյանին, բայց պաշտպանությունը հրաշալի է գործում հիմա Բալայանը։ Վարդան Վարդանյան փոխանցում այնտեղ լավ էր։ Թիմակցին տեսել Վարդան Վարդանյանը, բայց Պողոսյանը վերցրեց գնդակը, սկսում է իր թիմի գրոհը։ Տեսնում եք, որ արագ գոլի հեղինակ երկու թիմերն էլ չկարողացան առնալ այս պահին։ Գոգի offside չկա, Գոգի։ Գոգի offside չկա ասում եմ։ Յարի։ Նա տեսնում ենք Չելսին այս խաղի առաջին անկյունայինն է վաստակել, Նալբանդյանն է գնդակի մոտ, տեսնենք այս ստանդարտը Չելսին ինչպես կիրացնի։ Նալբանդյան փոխանցում Տուգանային հրապարակ հեռացնում է գնդակը Բավարիայի պաշտպանը, մնացել է դաշտի սահմաններում գնդակը, նորից Նալբանդյան շարժվում է առաջ աչքի եզրով Նալբանդյանը, Նալբանդյան փոխանցում նորից անկյունային կլինի Բավարիայի դարպասին։ Ապուկ փոխանցում վտանգավոր կարող էր լինել, բայց նորից կեյտելը վերցրեց գնդակ և արագ նետեց առաջ։ Գնդակը Վարդան Վարդանյանն է պայքարում այստեղ գնդակի համար, բայց ի վերջո դաշտի սահմաններում Բավարիայի ֆուտբոլիստը հիմա խառը իրավիճակ է Չելսի Տուգանայիների մատույցներում, բայց կարողացավ Իսրայելյանը ի վերջո հեռացնել գնդակը։
Ասատրյանը լավ գործեց պաշտպանությունում, Վարդանյան պայել է իր մոտ գնդակը արված և Պողոսյանն է նորից հրաշալի խաղում իր դիրքում, Նալբանդյան շարժվում է առաջ, Նալբանդյանը երվից արված լավ էր, այնտեղ նկատել Գեյտելի առաջ խաղացումը, այնտեղ դուրս էր եկել իր դիրքից մի փոքր Էմանուել Գեյտելը, բայց Նալբանդյանի հարվածը մի փոքր շեղ ընթացավ։ Դեռ իրական վտանգավոր պահ երկու թիմերն էլ կարծես թե չեն կատարել։ Այլ սխալվում է այստեղ Միքայելյանը դաշտի կենտրոնում, Հարությունյանը արված ուղիղ Գեյտելի վրա արվածեց Էրիկ Հարությունյանը։ Դեռ տեսնում ենք երկու դարպասապաններն էլ հրաշալի են գործում, Ալավերդյան արված, Ալավերդյանի առաջին հարվածը այս խաղում տեսանք ի վերջո 9-րդ րոպեին, բայց շեղ էր Վլադիմիր Ալավերդյանի հարվածը։ Վարդանյանն է այստեղ էլ սխալվում, որից անցավ գնդակը Չելսին, Նալբանդյան հրաշալի անցում, Բանդյան, բայց նրա այդ պայքարում լավ գործեց այստեղ հիմա տեսնում ենք Արման Խաչատուրյանը, բայց արագ խլեց գնդակը նորից Չելսին։ Գրիգորյան լավ նկատեց այստեղ աչեզրում Նալբանդյանի, փափուկ փոխանցում, Պայել է գնդակը աչ եզրում Նալբանդյանը, Ալեքսանդր Նալբանդյան, փոխանցում Տուգանային հրապարակ, բայց գնդակ այստեղ Իսրայելյանը, փոխանցում և նետումը Չելսիին է լինելու ի վերջո։ Երկար նետում, վտանգավոր է Գեյտելիև, հարված և գոլի վերջո Արսեն Ասատրյանը բացում է հանդիպման հաշիվը 1-0։ Բարեկամներ, գոլը արձանագրված է 1-0 մեզ մոտ հանդիպան հաշիվը բացված է, Արսեն Ասատրյանը գոլ հեղինակ դարձավ Չելսիի կազմում, հիմա էլ ավելի կհետաքրքրանա հանդիպումը, տեսնենք ինչպես կպատասխանի այս գոլին Բավարիան։ Գեյտելի անհաջող գործողություններից օգտվեց Ասատրյանը ի վերջո և դարձավ գոլի հեղինակ։ Կարծես թե լավ էր մեկնարկել հանդիպումը, Գեյտելը մի քանի դրվագներում լավ գործեց, մի քանի սեյվ կատարեց իր անվան դիմաց, բայց այս վերջին դրվագում նա մի փոքր անհաջող գործեց և այս սխալից օգտվեց Չելսին և կարողացավ առաջ անցնել հանդիպման հաշվի մեջ։ Հիմա խաղում Ասատրյանի հետ պայքարում, այստեղ ստանդարտ է վաստակել Չելսին, տեսնենք ինչպես կիրացնի այս ստանդարտը Նալբանդյանը։
Սուլի չկա, տեսնենք Ալեքսանդր Նալբանդյան, Փափուկ փոխանցում Գրիգորյանին, Գրիգորյանը հարված կետելն է փրկում իր թիմին, շարունակում է մնալ Չելսիի մոտ գնդակը, Գրիգորյան ձախեցնում է Գրիշա Գրիգորյանը եւ եզրային նետում է ի վերջո վաստակում իր թիմի համար Գրիշա Գրիգորյանը լավ մտահղացում էր այստեղ Նալբանդյանի կողմից, փոխանցեց Գրիգորյանին այնտեղ գնդակը եւ վերջինս էլ հարված կատարեց, բայց նորից Կեյտելը փրկում է իր թիմին։ Երկար նետում ենք տեսնելու Իսրայելյանի կողմից։ Հարված նորից Գրիգորյանն էր հարվածում, նորից Կեյտելը լավ գործեց, հիմա էլ խախտում վտանգավոր դիրքում Վարդան Վարդանյանի հետ պայքարում Նալբանդյանը այստեղ մի փոքր կոպիտ գործեց եւ զգուշացվելու է այս դրվագի համար Ալեքսանդր Նալբանդյանը ի վերջո Մել հակառակ ուղղությամբ է տեսնում ենք Տուգանային հարված նշանակել խաղի մրցավարը, տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնի Բավարյան լավ հնարավորություն հանդիպման հաշիվը հավասարեցնելու համար Վարդան Վարդանյան Սուլի չկա, Վարդանյանը հարված պատին ուղիղ հարվածեց Վարդանյանը, բայց մնալու է գնդակը Բավարիայի մոտ Երկար փոխանցում Տուգանային հրապարակ Ասատրյանը լավ գործեց պաշտպանությունում Պողոսյանն է հիմա հեռացնում գնդակը մի փոքր առաջ Խաչատուրյանն է հիմա հարվածում մի փոքր շեղ ընթացավ Արման Խաչատուրյանի հարվածը հարված կտեսնենք Պողոսյանի դարպասից Արագ գնդակը ուղարկեց դեպի առաջ Իսրայելյանը այստեղ էլ լավ է գործում Բալայանը պաշտպանությունում Բալայան շարժվում է առաջ Արսեն Բալայանը լավ խաղարկումներ հիմա Բավարիայի ֆուտբոլիստների կողմից տեսնենք հարված կլինի թե ոչ Միքայելյանի հարվածը մի փոքր շեղ ընթացավ ի վերջո լավ գրով կազմակերպեց այստեղ Բավարյան Տեսնում ենք Միքայելյանն է հայտնվել խոտածածկին Ամեն ինչ կարգին է Միքայելյանի մոտ խաղը շարունակվելու է ի վերջո Հիշեցնեմ առաջին կեսի ավարտին մնացել է 5 րոպե Արսեն Ասատրյանի միակ գոլի շնորհիվ այս պահին Չելսին հաղթում է Բավարիային հետաքրքիր հանդիպում է ընթանում սիրելի բարեկամներ հիմա Բավարիան է գնդակով փորձում է հերթական գրողներից մեկը այսօրվա կազմակերպել Խաչատուրյան խաղանկեր է փնտրում Հակոբյան փոխում է գրոյի եզրը Բալայան շարժվում է առաջ մանր խաղարկումներով Արսեն Բալայան այստեղ թիմակիցների հետ Գրիգորյան լավ փոխանցում այստեղ Արաքելյանին բայց գնդակը Արաքելյանի ոտքին չնստեց այստեղ եւ անհաջող հարված կատարեց ի վերջո Դավիթ Արաքելյանը Պողոսյան երկար փոխանցում, բայց Արաքելյան այստեղ գնդակի տերն է ի վերջո Խաչատուրյանի ծանոջով փոխանցում Կյանք նայ որտե եք ավել
Երկար փոխանցում Բալայանը լավ գործեց պաշտպանությունում Իսրայելյան արված Անդրադարձ հիմա եղավ այստեղ պաշտպանից Բավարիայի Իսրայելյանի հարվածից հետո եւ անկյունային է վաստակել Չելսին Իսրայելյանն է վերցրել գնդակը Իսրայելյան փոխանցում Տուգանային հրապարակ Արսեն Ասատրյանի հարված այստեղ չստացվեց երկրորդ փորձով էլ Նալբանդյանը կարող էր ավելացնել, բայց վերջինիս հարվածն էլ չստացվեց Ասատրյանն է այստեղ էլ խախտում խաղի կանոնները Միքայելյանի հետ պայքարում Հակոբյանը աչ եզրում է Հակոբյանը Խաչատուրյան լավ նկատեց այստեղ Առաքելյանին լավ անցում հիմա Առաքելյանից փոխանցում Գրիգորյանին Գրիգորյան պահել է իր մոտ գնդակը Գրիգոր Գրիգորյանը եւ ի վերջո լավ չմշակեց վերջին պահին գնդակը Գրիգոր Գրիգորյանը հարված կտեսնենք Պողոսյանի դարպասից Նորից երկար փոխանցում Պողոսյանի կատարմամբ Տանգալ կարող է լինել Գրիգորյանը հարված Իսրայելյանն է պաշտպանությունում լավ գործում հակառակ ուղղությամբ հիմա էլ անկյունային կտեսնենք Հարկեցին այստեղ անկյունայինը Իսրայելյանն է հեռացնում գնդակը եւ հաջող գործողություն հարված նորից Պողոսյանի դարպասից Ալավերձյան եկել է թիկուն թիմակիցներին օգնելու համար եւ այս գրոհը սկսելու տեսնում ենք կենտրոնում է դաշտի Ալավերձյանը Հակոբյանի հետ է խաղարկում գնդակը Հակոբյան երկար փոխանցում մյուս եզր Իսրայելյանն էր այնտեղ փոխանցման սպասում բայց Հակոբյանը լավ գործեց պաշտպանությունում Հակոբյան նորից լավ խաղարկում այլ Ասատրյանի հետ, բայց խլեցին գնդակը Ասատրյանից Վարդան Վարդանյան շարժվում է առաջ Վարդանյանը մտավ Տուգանային հրապարակ եւ հարված է հիմա չստացվեց Վարդանյանի Խաչատուրյանն է այլ պահել գնդակը բայց հրաշալի են գործում պաշտպանությունում Չելսի ֆուտբոլիստները Առաքելյանն է այլ գնդակը վերցրել Վարդան Վարդանյան նորից տեսնում ենք Բավարիայի գրոհ, բայց Հակոբյանն է այլ հաջող գործում պաշտպանությունում եւ հեռացնում գնդակը փորձում է Բավարյան մինչև ընդմիջում հավասարեցնել հանդիպման հաշիվը վերջին րոպեն է ընթանում այս խաղակեսի Հակոբյան լավ խաղարկում Առաքելյանից հերվից արված Առաքելյան, բայց բարձր ընթացավ ի վերջո Դավիթ Առաքելյանի հարվածը եւ վերջ բարեկամներ առաջին խաղակեսը ավարտված է մեզ մոտ Արսեն Ասատրյանի միակ գոլի շնորհիվ այս պայն Չելսին 1-0 հաշվով հաղթում է Բավարիային հիմա մի փոքր ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից Սիրելի բարեկամներ վերադարձանք տեսնում ենք երկրորդ խաղակեսը մեկնարկել է մեզ մոտ եւ առաջին կեսից հետո Չելսին հաղթում է Բավարիային 1-0 հաշվով Արսեն Ասատրյանն է աչքի ընկել Չելսիից Բավարիայի դարպասապայի սխալից օգտվեց Չելսիի ֆուտբոլիստ եւ կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել հիմա տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես թիմերը կանցկացնեն առաջինը պետք է
Բավարյան լավ գործի, որովհետև նրանք պարտվում են Արսեն Ասատրյանն հիմա հարվածում, փրկում է պաշտպանը այստեղ Բալայանը իր վրա վերցրեց այս հարվածը, հիմա էլ բախում երկու թիմերի ֆուտբոլիստների կողմից ցավոտ հարված էր։ Տեսանք։ Տեսնենք ի վերջո ինչպես կհասկացնեն երկրորդ խաղակեսը երկու թիմերն էլ հիմա այս դադարի ժամանակ արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները Չելսի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Պողոսյանը, համար 8 Արմեն Ասատրյան, համար 9 Գեորգի Իսրայելյան, համար 11 Արսեն Ասատրյան, համար 17 Էրիկ Հարությունյան, համար 20 Ժորա Հակոբյան, համար 23 թիմի ավակ Ալեքսանդր Նալբանդյան, համար 77 Հայկ Բարսեղյան եւ համար 99 Վլադիմիր Ալավերդյան։ Բավարիա դարպասապահ համար 1 Էմանուել Կեյտել, համար 4 Արսեն Բալայան, համար 5 Դավիթ Արաքելյան, համար 6 Գոր Վարդանյան, համար 8 Արման Խաչատուրյան, համար 10 Վաչե Միքայելյան, համար 11 թիմի ավակ Վարդան Վարդանյան, համար 17 Գրիգոր Գրիգորյան եւ համար 55 Տիգրան Հակոբյան։ Առաջին կեսը մի փոքր առավելություն ուներ ի վերջո Չելսին, բայց Բավարիան էլ լավ հնարավորություններ ուներ արդյունքի հասնելու, ի վերջո չկարողացան Բավարիայի ֆուտբոլիստները իրենց պահերը գոլի վերածել, տեսնենք այս խաղակեսը ինչպես կստացվի երկու թիմերի կողմից։ Բավարիան փորձում է այստեղ իրենց կիսադաշտից անցնել, չստացվեց այս փոխացումը, Ասատրյանը հարված վտանգավոր էր, մի փոքր շեղ ընթացավ։ Ասատրյանի հարվածը ի վերջո տվեց այս պրեսինգը Չելսիին։ Արդյունք Բալայանը սխալվեց փոխանցում կատարելիս, բայց Ասատրյանի հարվածը մի փոքր շեղ ընթացավ։ Տեսնում ենք պրեսինգի են ենթարկում նորից Բավարիայի ֆուտբոլիստներին Չելսիի տղաները եւ կարողանում են նորից խլել գնդակը Արսեն Ասատրյան, բայց խախտել էր այստեղ խաղի կանոնները։ Արսեն Ասատրյանը Վաչե Միքայելյանի հետ պայքարում։ Նշեմ, որ երկու առանցքային ֆուտբոլիստներ Չելսիի կազմում այսօր բացակայում են նրանք երկար ժամանակ խաղադաշտ դուրս չեն գա, Ժիրայր Պապիկյանը եւ Սմբատ Պողոսյանը վնասվածքի պատճառով չեն կարող օգնել թիմին։ Երկուսն էլ կարևորագույն խաղացողներ են իրենց թիմում, բայց սա ֆուտբոլ է, վնասվածքից չես կարող խուսափել։ Չելսին է, տեսնում ենք փորձում տեմպը գցել եւ մանր խաղարկումներով նրանք շարժվում են առաջ, Հակոբյանը աչեզրում է Ժորա Հակոբյանը, լավ այնտեղ փոխանցում կատարեց Իմաքսին Գրիգորյան արված եւ կրկնապատկում է իր առավելությունը Չելսին 2-0։ Գրիշա Գրիգորյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Չելսին, նորից տեսնում ենք Չելսին անցել է Գրոյի Գրիգորյանն է գնդակով աչեզրում, բայց նա դեմ պայքարում Խաչատուրյանը լավ գործեց, այստեղ պահել է հիմա նորից Չելսին գնդակը արագ վերադարձ, Նալբանդյանն է հիմա վտանգավոր հարված կատարում, բայց շեղ ընթացավ վերջինիս հարվածը, հրաշալի գրո կազմակերպեց Չելսին այս խաղակեսում եւ կարողացավ
Ի վերջո Բարսեղյանի հրաշալի փոխանցումից հետո Գրիշա Գրիգորյանը գրավել Էմանուել Կեյտելի դարպասը, արդեն նրանք 2 գոլի առավելություն են ստացել։ Տեսնենք այս գոլից հետո ի վերջո Բավարիան կկարողանա մի փոքր կրճատել հանդիպման հաշիվը, հենց նրանք են հիմա գնդակով։ Հակոբյան լավ խաղարկում Գրիգորյանի հետ, Գրիգորյան փոխանցում Վարդան Վարդանյանին, խլեցին գնդակը Վարդանյանից, բայց կարողացավ այս դրվագում Բավարիան անկյունային վաստակել։ Արագ խաղարկեցին գնդակը այստեղ Բավարիայի ֆուտբոլիստները, Առաքելյան, հարված այստեղ Արսեն Ասատրյանն է հեռացնում գնդակը, նորից անկյունային կլինի Չելսիի դարպասին։ Առաքելյանն է գնդակի մոտ։ Դավիթ Առաքելյան փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը։ Վարդանյան շարժվում է առաջ, հրաշալի արված Վարդան Վարդանյանից, բայց մի փոքր շեղ ընթացավ Վարդան Վարդանյանի հարվածը, լավ անցում հիմա կատարեց Վարդանյանը։ Նորից հրաշալի հնարք կատարեց Վարդան Վարդանյանը և նետվում է առաջ հարված Պողոսյանի գրաշալի սեյվը հիմա էլ տեսանք։ Տեսնում ենք, որ ակտիվացան Բավարիայի ֆուտբոլիստները, Գրիգորյան, հիմա էլ Գրիգորյանի հարվածը տեսանք, բայց անհաջող հարված կատարեց Գրիշա Գրիգորյանը, բայց ինչ անցում ու հրաշալի հնարք կատարեց այնտեղ ձախ եզրում Վարդան Վարդանյանը։ Լավ հարված կատարեց վերջում էլ Վարդանյանը, բայց Պողոսյանը ուղղակի է իր տարերքի մեջ էր։ Հիշեցնեմ Չելսին անցած մրցաշարում Ինտերկապի շրջանակներում դարձավ փոքր լիգայի հաղթող 1-0 հաշվով Ժիրայր Պապիկյանի գոլի շնորհիվ հաղթեց Պալերմոյին և այդ տիտղոսը նվաճեց, իսկ Բավարիան բաց թողեց այդ մրցաշարը, հիմա նրանք պայքարում են էլիտ լիգայում արդյունքի հասնելու համար, նորից անկյունային Վարդան Վարդանյան փոխանցում վտանգավոր էր այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց փոխանցումը Վարդան Վարդանյանի կարող էր այնտեղ լավ եզրափակել Տիգրան Հակոբյանը, բայց չհասավ այս գնդակին Բավարիայի ֆուտբոլիստը։ 10 րոպե արագ անցավ, տեսնում ենք երկրորդ խաղակեսից 2-0 հաշվով հաղթում է Չելսին Բավարիային, մեկական գոլ։ Երկու խաղակեսերում էլ այս պայն Չելսիի կողմից, հիմա նրանք խլել են գնդակ և շարժվում է առաջ Բարսեղյանը, Բարսեղյան մտավ կենտրոն, Արսեն Ասատրյան հրաշալի փոխանցում Ալավերդյանի, բայց այստեղ հրաշալի է գործում Հակոբյանը պաշտպանությունում։
Վարդան Վարդանյանը խլեց գնդակը նորից փոխանցում վտանգավոր էր այստեղ եւ եզրային նետում է վերջով հաստակել այս իրավիճակում Բավարիան Տիգրան Հակոբյանն է գնդակով փոխանցում Տուգանային հրապարակ Ասատրյանն է հեռացնում գնդակը Տեսնում ենք Բավարյան է խլել գնդակը նորից նետվել գրոյի Վարդան Վարդանյան մտավ Տուգանային հրապարակ փոխանցում այստեղ ի վերջո չստացվեց Վարդանյանի հիմա էլ կարող է նետվել գրոյի Չելսին Ասատրյան բայց այստեղ լավ գործեց հիմա Արաքելյանը եւ խլեց գնդակը Բավարյանը հիմա էլ անցել գրոյի Դավիթ Արաքելյան հրաշալի անցում Շարունակվում է մնալ գնդակով Բավարյան Գրիգորյանը աչեզրում է Գրիգորյանը լավ նկատեց այստեղ Արաքելյանի առաջ խաղացումը, բայց Ասատրյանն է նրա այդ պայքանում լավ պաշտպանվում Խաչատուրյան փոխեց գրոյի եզրը Բալայանի հետ է խաղարկում Բալայան երկար փոխանցում Եվ ձերքին դիպավ գնդակի վերջ այստեղ Դավիթ Արաքելյանի Այլ Հարությունյանի հետ պայքարում հաղթում, Գրիգորյանը խաղթեց խաղի կանոնները, 2-17 համարների պայքարում Հարությունյանը հաղթող դուրս եկավ ի վերջո Սյալյանը հրաշալի փոխանցում Ասատրյանին, բայց վերջինիս փոխանցումը չստացվեց Եվ Բավարյան է նետվում հիմա էլ գրոյի, Արաքելյան ձախեզրում է Դավիթ Արաքելյանը Փոխանցում Հակոբյանն է հեռացնում գնդակը, շարունակում է Բավարիայի գրոհը, Խաչատուրյան, այստեղ էլ Խաչատուրյանի փոխանցումը չստացվեց, բայց կարողացավ Բավարյան այս իրավիճակում եզրային նետում վաստակել Այստեղ էլ չկարողացավ դաշտի սահմաններում պահել գնդակը Արաքելյանը Բավարյան է տեսնում ենք նորից անցել Գրոյի Խաչատուրյան կենտրոնում է Արման Խաչատուրյանը լավ խաղարկում Գրիգորյանի հետ լավ հիմա փոխանցեց Գրիգորյանը Արաքելյանին, բայց այստեղ հաջող գործեցին պաշտպանությունում Չելսիի ֆուտբոլիստները երկրորդ տեմպով կշարունակվի Բավարիայի գրոհերվից հարված Բալայանից, բայց Հարությունյանն այս հարվածը իր վրա է վերցնում Վարդանյան լավ խաղարկումներ Վարդան Վարդանյանից եւ Հակոբյանից, բայց վերջինիս փոխանցումը մի փոքր այստեղ ուժեղ ստացվեց ի վերջո
Պողոսյանն է սկսում նորից իր թիմի գրով, բայց ուժեղ փոխանցում կատարեց այստեղ։ Լավ խաղարկում էր Չելսի ֆուտբոլիստների կողմից, Նալբանդյան շարժվում է առաջ Նալբանդյանը, բայց շատ առաջ թողեց գնդակը այստեղ Ալեքսանդր Նալբանդյանը արագ վերադարձ հիմա Չելսի ֆուտբոլիստների կողմից գնդակը Նալբանդյան փափուկ փոխանցում Գրիգորյանը հարվածը մի փոքր չստացվեց Գրիշա Գրիգորյանի այնտեղ լավ փոխանցում հիմա տեսանք Ալեքսանդր Նալբանդյանից բայց Գրիգորյանի հարվածը ի վերջո չստացվեց դեռ խախտում Գրիգորյանի կողմից Վարդան Վարդանյանի հետ պայքարում լավ խաղարկումներ հիմա էլ Բավարիայի ֆուտբոլիստների կողմից շարունակում է մնալ Բավարիան գնդակով Բալայան հարված ինչ հարված հիմա կատարեց Արսեն Բալայանը վտանգավոր էր ուղղակի այս հարվածը Բավարիայի ֆուտբոլիստի, բայց մի փոքր շեղ ընթացավ Բալայանի հարվածը Իսրայելյանն է խախտում խաղի կանոնները և զգուշացվում դեղին քարտով Վտանգավոր դիրքում հիմա Տուգանային է վաստակել Բավարյան, գնդակի մոտ է Դավիթ Առաքելյանը Սուլի չկա, ի վերջո տեսնենք Դավիթ Առաքելյան հարված, բայց ուղիղ Պողոսյանի վրա հարված կատարեց Դավիթ Առաքելյանը Չելսին է անցել գրոյի, Նալբանդյան աչեզրում է Ալեքսանդր Նալբանդյանը այդտեղ հրաշալի փոխանցում կարող էր ստացվել Նալբանդյանից, բայց Բալայանը պաշտպանությունը լավ գործեց շարունակում է Չելսի գրոյի Իսրայելյանն է հիմա էլ հարվածում բայց մի փոքր բարձր ստացվեց այստեղ Գեորգի Իսրայելյանի հարվածը Վարդանյան պայց իր թիմի մոտ գնդակը Արման Խաչատուրյան նորից Վարդանյանի հետ է խաղարկում գնդակը, բայց այստեղ Գրիգորյանն է հեռացնում գնդակը և անկյունային Չելսի դարպասին Խաչատուրյանն է գնդակի մոտ Խաչատուրյան փոխանցում Տուգանային հրապարակ շրջադարձ հարվածը այստեղ տեսանք Վարդան Վարդանյանի, բայց ի վերջո խաղի մրցավարը հարված է նշանակել դարպասից, վտանգավոր հարված կատարեց Վարդան Վարդանյանը, հրաշալի գոլի հեղինակ կարող էր դառնալ, բայց չստացվեց հարվածը ի վերջո Վարդան Վարդանյանին Նորից Բավարյան է անցել գրոյի Խաչատուրյան պայց իր մոտ գնդակը փոխանցում այստեղ Իսրայելյանը հաջող գործեց հիմա էլ պաշտպանությունում Լավ հիմա խաղարկումն էլ Չելսի ֆուտբոլիստների կողմից Հակագրոչ ստացվեց այստեղ Չելսի Էլ կոպիտ գործեց այստեղ Գրիգորյանի հետ պայքարում Վաչե Միքայելյանը տեսնում ենք խոտածածկին է Գրիշա Գրիգորյանը Հիմա տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնի Չելսին Նալբանդյանն է գնդակի մոտ, Սուլի չկա
Երկար փոխանցում է կարծես թե լինելու Նալբանդյան փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր է Ալավերդյան փոխանցում բայց հեռացնում է գնդակ հիմա պաշտպանը Բավարիայի վտանգավոր գործողություն նորից Չելսիի կատարմամբ Նալբանդյան նորից առաջ փոխանցում բայց այս անգամ անհաջող փոխանցում կատարեց Ալեքսանդր Նալբանդյանը Այլ Բավարյան է անցել գրոյի լավ այստեղ փոխանցում Արաքելյանի կողմից, բայց ուղղակի որսում է այս դրվագում Էրիկ Պողոսյանը գնդակը Եվ սկսում է իր թիմի հերթական գրողներից մեկը Հակոբյան, Խանկեր է փնտրում լավ այստեղ նկատեց ձախ եզրում Գեորգի Իսրայելյանին, հիմա նա է գնդակով, փոխանցում Տուգանային հրապարակ, Բալայանն է հեռացնում գնդակը Հիմա էլ Բավարյան կարող է նետվել գրոյի, Վարդան Վարդանյան կենտրոնում է Վարդանյանը, այստեղ աչ եզրում հայտնվել էր Միքայելյանը, հարված կատարեց Պողոսյանը, փրկեց իր թիմին, Արաքելյանը հարված Հակոբյանն է այս հարվածի ճանապարհին հայտնվում Տեսնում ենք, որ Բավարյան փորձում է արագ կրճատել հանդիպման հաշիվը Դեռ չի ստացվում նրանց մոտ արդյունքի հասնել, հիմա քեզ են անցել գրոյի Իսրայելյան, ինչպիսի փոխանցում էր հիմա Իսրայելյանի կողմից, բայց այստեղ Արսեն Ասատրյանը չհասավ այս գնդակին Շատ քիչ ժամանակ է արդեն մնացել հանդիպման ավարտին, այս պահին 2-0 հաշվով Չելսին հաղթում է Բավարիային, բայց լավ հնարավորություններ ունեին Բավարիայի ֆուտբոլիստները այս ընթացքում դառնալու գոլեղինակ, հիմա էլ վտանգավոր դիրքում նորից Տուգանային հարված է վաստակել Բավարիան, տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնի Վարդան Վարդանյանը Աստիքային իրացնողներից մեկն է Բավարիայի կազմում Վարդան Վարդանյանը Ամեն ինչ պատրաստ է Սուլի չկա Վարդան Վարդանյան փոքր շեղեր Վարդան Վարդանյանի հարվածը, բայց վտանգավոր էր թվում սկզբում Հիմա չեն շտապի Չելսի խաղացողները վերջին րոպեն են ընթանում այս հանդիպման երկար փոխանցում ուղղակի Պողոսյանի կողմից Կարծես թե այսօր իր երեք միավորը կվաստակի Չելսին այս խաղում, բայց հիմա Բավարյան է անցել գրոյի, չստացվեց այս փոխանցումը Հակոբյանի Վտանգավոր կարող է լինել Վարդան Վարդանյան մտավ Տուգանային հրապարակ Վարդանյան պետք է գրավել դարպասը և գոլ Ի վերջո կրճատում է վերջին րոպեին Բավարյան հանդիպան հաշիվը և գոլ հեղինակ է դառնում նորից Բավարիայի կազմում Վարդան Վարդանյանը Վարդան Վարդանյան 2-1 վերջին րոպեին հանդիպման ավարտին կարողացավ
Բավարյան ի վերջո կրճատել հանդիպման հաշիվը, այնտեղ պաշտպանի սխալից օգտվեց։ Դավիթ Առաքելյանն փոխանցեց գնդակը Վարդանյանին, նա էլ վարպետության շնորհիվ կարողացավ արդեն այս մրցաշարի իր երկրորդ խաղում երկրորդ գոլը հեղինակել այս մրցաշարում։ Տեսնենք վերջին րոպեն է ընթանում մեզ մոտ, տեսնենք կկարողանա ի վերջո Բավարյան կամբեք կատարել եւ ոչ ոքի կորզել այս խաղում։ Նրանք շտապում են առաջ շարժվելու համար։ Խաչատուրյան լավ խաղարկում Միքալյանի հետ, Խաչատուրյան բայց դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից եւ վերջ բարեկամներ, հանդիպումն ավարտված է, հետաքրքիր հանդիպում ստացվեց մեզ մոտ, Չելսին կարողացավ 2-1 հաշվով հաղթել Բավարիային, բայց Բավարյանն էլ համար պայքար ցուցադրեց Չելսին, ինչևէ Չելսին հիմա 3 միավոր վաստակեց այս հաղթանակից հետո եւ ժամանակավորապես բարձրացավ երկրորդ հորիզոնական, Բավարյանն էլ կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը։ Այսքանն ենք պատրաստել այս խաղի համար, մնացեք մեզ հետ, կվերադառնանք մի քանի րոպեից։